Սուրբ Հովհաննես մատուռի մասին հետաքրքիր փաստեր։ 2157 մետր բարձրության վրա գտնվող Ղալթախչի Սուրբ Հովհաննես մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմությունները օր-օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են։ Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների մասին պատմությունները շատ են։ Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից։ Տեղացիները վստահեցնում են, եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկությունները իրականանում են։ Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ճգնավոր լեռան կատարին 2197 մետր, Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Մատուռը կառուցվել է 1958 թվականին, այն տեղում, որտեղ ամփոփված է Սուրբ Հովհաննեսի մասունքները։ Մատուռ հասնելու համար սարն ի վեր մոտ 3 կիլոմետր ճանապարհ պետք է ոտքով հաղթահարել։ Հասնում ես Սարի լանջին, հիշում նվիրական նպատակներիդ մասին ու առաջ ես շարժվում։ Առաջին մի քանի 100 մետրը լուռ բարձրանում ես, մտքումդ խոսելով Աստծո հետ։ Քիչ-քիչ շնչառությունդ արագանում է, քայլերդ դանդաղում։ Մոտակա հարմար քարին հասնելով ուզում ես մի քանի րոպե շունչ քաշել։ Ճանապարհը դժվար է, բայց հեշտ է գտնելը, չես մոլորվի, քանի որ ճանապարհին մենակ չես։ Մատուռ տանող ճանապարհը գրեթե միշտ մարդաշատ է լինում, մարդիկ գալիս են մենակ, խմբերով կամ հարազատների հետ։ Հոգնած ու արևից արդեն կարմրած դեմքով մարդիկ շնորհակալություն են հայտնում, նպատակների իրականացում մաղթում միմյանց ու առաջ շարժվում։ Ճանապարհի կեսերին միայն մի ծառ կա, որի շվաքին գրեթե բոլորն են նստում շունչ առնելու համար։ Տպավորություն է, որ Աստված բնության միջոցով փորձել է վեր բարձրացող հավատացյալներին օգնել, բայց այդ նվերը մարդիկ երազանքի ծառ են սարքել, ծառից կախելով գուլպաներ, շորեր և նույնիսկ գոտի։ Սրբատեղին հասնելու համար պահանջվում է 1-ից 1.5 ժամ։ Երբ արդեն ճանապարհի կեսն անցնում ես, հեռվից երևում են խաչքարերը, հավաքում ես վերջին ուժերդ ու վերջին դժվարությունն էլ հաղթահարելով հասնում լեռան գագաթ։ Լեռան բարձունքում խաչքարերի պուրակի մեջ պաշտպանված ու խրոխտ կանգնած է սպիտակ սրբատեղին։ Մինչ ներս մտնելը անթիվ անհամար խաչքարերն աչք են ծակում, կարծես խաչքարերի անտառ լինի։ Խաչքարերից յուրաքանչյուրը մի պատմություն ունի։ Ասում են, սրբատեղի այցելած հավատացյալները, որոնց երազանքները կատարվել են, որպես շնորհակալություն մի խաչքար են կանգնեցրել, սկսած 2005 թվականից։ Մատուռի տարածքում 200-ից ավել խաչքար կա տեղադրված։ Մատուռի դռան դիմաց վաճառասեղաններ են դրված, մոմ ու այլ հուշանվերներ են վաճառում։ Մատուռի ներսում մոմ վառելու համար նախատեսված 5 փոքր սեղանիկներ են տեղադրված։ Բազմաթիվ վառված մոմերի արանքում, հալված մոմերի վրա հազիվ կարողանում ես տեղ գտնել մոմ տեղադրելու համար։ Ներսում խաչքարերի չափ կամ գուցե ավելի խաչեր ու սրբապատկերներ են տեղադրված։ Հավատացյալները ներսում վառում են մոմերը, աղոթում ու վերջում էլ 3 կամ 7 անգամ պտտվում մատուռի շուրջ բոլորը։ Թեթևացած հոգով ու մեծ հույսերով լցված հավատացյալները հետ են դառնում 20-30 րոպեում։ Կարծես 1.5 ժամում հաղթահարած քարքարոտ ու բարդ ճանապարհը արդեն հարթ ու ուղիղ է դարձել։ Դեպի Աստված տանող ճանապարհը բարդ է, բայց երբ հավատքիդ օգնությամբ հաղթահարում ես, Սուրբը ինքն է քեզ ճանապարհում, մեկնաբանում են հավատացյալները։